Իմ բարի լույսը մեզնից սիրուն ասկսել, այս սիրուն վարդերով, մատնակ ինչ սիրուն ամեն մի վարդը, թարմ, իմ հարազատ մարդկանց կողմից նվերա, մեր տոնածառը ոնց հասկացաք ստեղա փոխվել, որովհետև այն մի կողմում Հայկի ոնց որ ձեռքը ավելի շուտ էր հասնում, ստեղ, բայց ոնց հասկանում եմ ավելի սիրուն է, ոչինչ ես դուռը միշտ ես սենց փակված կլի, բայց ավելի սիրուն է ստեղ։ Այս էլ Հայկի նկարներն է։ Ու իմ փոքրիկ գրապարան է, հայերեն գրքեր ունեմ մի քանի հատ, որ գնամ Հայաստան կշատացնեմ։ Այս էլ հիշում էիք unboxing էի արել, որ սենց ալբոմ եմ, ստեղ մեր նկարներն է Հայկի հետ։ Երեք շատ սիրուն նվեր եմ ստացել, արդեն ես դե պարզավոր բացել եմ, նայել եմ, հենց իմ ճաշակով, սենց պայուսակ էի ուզում, որ ավելի casual ոճի լինի։ Իմ պայուսակները մեծամասամբ ավելի սպորտային, սենց առօրյա, այս մեկը շատ սիրուն է, ես սիրում եմ, որ ոսկեգույն է լինում, արծաթագույնով իմ համար մի քիչ հասարակ է, շատ սիրուն, կոմպակտ, մինիմալիստ պայուսակ է, շատ եմ հավանել։ Երեք ռուսական խանութից, մոլդովական, առել ենք բալի կոմպոտ, հենց սիրունյան բրենդի, շատ համով բալի կոմպոտ է, եթե դուք էլ հայկականում, ռուսականում տեսնեք, անպայման փորձեք, բալինն ու դեղցինն եմ փորձել, շատ լավն է։ Ես ունեմ հանգիր ժամանակ, դրել եմ ինձ թեյ սիրահար չեմ, բայց այս սեզոնին ու երբ որ համովը գտնում եմ, սիրում եմ խմել, երեք որ գնացել էինք ռուսական խանութ, տենց ինչ որ թեր, հատապտուղներով ու միատայով, ես էլ վերցրեցի, ես թեյը միշտ առանց շաքար եմ խմում, Սմարոդինա ու միատա, ես նոր դասընթաց եմ վերցրել ու սովորում եմ, մուսային տորթեր եմ պատրաստելու, հիմա պատվիրել եմ ֆորմաները, բաղադրիչները, գա ու սկսեմ մուսային տորթեր պատրաստել, մուսային տորթ, կափքեյքներ ու կուկիս թխվածքաբլիթներ Նյու Յորքյան պեչենիներից։ Դրանք ահավոր մոտիվացված եմ, շատ սիրով եմ անում ու չեմ տրտնջում, շատ դժվար է Հայկի հետ անելը, որովհետև ինքը շատ ակտիվ, շարժուն երեխա է, բայց ես ուղղակի իմ մոտիվացիան այնքան շատ է, որ ես չեմ հոգնում, ինձ դուր է գալիս, ես շատ խառն եմ, ես միշտ մի բանի վրա չեմ կենտրոնում, ես ամեն ինչ անում եմ կողքից, դրա համար այս պարագայում էլ ես կարամ համ Հայկին պահեմ, համ կարամ սարքեմ կողքից ինչ-որ բաներ, տան համար ուտելիք սարքեմ ու ոնց որ հոգնելու գիշերը պարկում եմ, հասկանում եմ, որ հոգնած եմ ու բանենա, որ չեմ կարա քնեմ հանգիստ, անընդհատ արթնանալու եմ, բայց ոչ թե հիմա ես ասում եմ, որ ես նեղվում եմ, տրտնջում եմ, չէ, ուղղակի կիսվում եմ իմ այս փուլով։ Այսօր նենց մռայլ օր է, ուզում էի նայի երևում է, մռայլ, անձրև, ցենց առավոտից արթնացել եմ, անտրամ, երևի գիշերվա հետ էլ է կապված, բայց ցենց ոնց որ տրամադրությանս մեջ էլ էլի ինչ որ մի բան կա,
Ես չեմ սիրում մուկ չայ, ու իմ չայը արդեն լավ մուկ է, եկեք սրա վրա դնեմ։ Ապրես։ Նոր գիրք եմ սկսել, ֆինանսիստն եմ կարդում, Թեոդոր Դրայզերի, կարդացել եմ Հանճարը, եթե չեմ սխալվում, բայց կեսը, որովհետև Հանճարը 1000 էջ է։ Բոլորին, այսօր նոր օր է, ես հիմա ուզում եմ ինձ մի հատ կապուչինո սարքեմ, որտև ոնց հասկացա, իմ տղեն չի ուզում քնի, իրա հետ կխմեմ, ես ուզում եի ուղղակի մենակ խմեի, բայց ոչինչ, նայեք, ստեղ ինչ է կատարվում, այսօր իմ չորանոցն եմ բերում, իմ ամուսինը իմ ծնունդին հագուստի չորանոց էր առել, ինչ են ասում, լվացքի չորանոց, ու այսօր եմ վերելու, շատ երկար տևեց, 10 օր ավել, տենց սպասում եմ, հիմա սաղ դատարկել եմ, ենքան լվացք ունեմ, այսքանի օրը չէի անում, ուզում էի կար, հիմա Հայկի շորերը գցել եմ ֆռալու, որ հենց բերեն, մի անգամից չորանոցում դնեմ, Հայկը իմ տապճկեն է ուտում, մի արա տղես, հիմա մի հատ կապուչինո սարքեմ, որտև գլուխս ցավում է, տենց ես այս կողքից հեղին եմ նայում, այսինքն լսում եմ ես ավելի շատ իրան, ոչ թե նայում, ոյ, սենց տակացնում եմ, դժվար է իմ բացել է շտատիվը, ու ես չունեմ, ոչ միտեղ դնելու, մեկ էլ գիտեք խնդիրը որն է, որ ես շատ սխալ բան եմ արել, ես ինգելեր ջրի մեջ, ու հիմա ինձ թվում է ինքը խոնավացել է, ինքը սկի չել աշխատի, ոպ, աշխատեց, Հայկ, դու գալիս ես իմ մոտ, մի քիչ սենց կաթը հարում եմ, ավելացնում եմ ապարատի սուրճը, տղան գնաց, իմ բաղադրատոմսերի տետրը փոխել եմ, տունը ունեի սենց սկեչբուկ, նախընտրեցի այս մեկը, քան իմ անցածը, որովհետև անցածս շատ տխուր վիճակում էր։ Կարող եք շնորհավորել, ես արդեն ունեմ չորանոց, մի քիչ ստեղ առաջ, բայց երևի թե սենց շատ նեղված կա, ինչ խոսք, բայց ոչինչ, կարևորը չորանոց կա, ապա, հիմա կարամ միացեմ, Հայկը քնեց, ես էլ պատրաստում եմ իրա սուպիկը, բրոկոլի, կարմիր կարտոֆիլ, կաբաչկա, մեկ էլ մի քիչ հավի միս կգցեմ մեջը, մեր համար սարքում եմ վերմիշելով լավ, ռուսականից էի առել, մեկ էլ հատ կտապակեմ, հացքում իմ մեջ լավ սովորություն մտավ, ռևածաղկի կամ եգիպտացորենի ձեթին փոխարինել եմ զեյթունինը, ամեն ինչ պատրաստում եմ հենց զեյթունի ձեթով, այսօր ուզում եմ նաև ասեցի, որ սա ռուսական խանութից էի առեմ, ես շատ եմ սիրում վերմիշելով լավ, ավելի տենց բաց է, հետո ուզում եմ սաներներն ու մեյքափից չոտկերը լվանամ, գոնե ամիսը մի անգամ պարտադիր անում եմ, որովհետև շատ կարևոր է, ինչքան մանր է ու կեղտասս մնում է դրան մեջ,
Մեկ էլ լայֆ հակով չգիտի, ստեղ շատ կալկեր է հավաքվում թեյնիկի վրա, տակի հատվածը, հիմա սենց սպիտակ շերտ է, մի քիչ քացախ եք անում կամ լիմոնի սոկ, մի քիչ քացախ, մի քիչ ջուր ու պլպլում է, փայլում է, անպայման արեք, հեսա ես էլ անեմ, ուղղակի սա խոհանոցում եք շան հոտ անգնում, սա պատրաստ եմ։ Վերջապես դրսից վիդեո եմ նկարում, նկատած կլինեք քանի օր է տանն եմ, դուրս չեմ գալիս, լավ եղանակ չլինելու պատճառով, նորմալ եղանակ է, որոշեցի արագ հագնվենք ու դուրս գանք, համել Հայկի երկրորդ ցերեկային քունը կլինի դրսում, նենց ուժեղ գլխացավ ունեմ, ամբողջ գիշեր չեն քնել, ինձ թվում է ատամներից է, երկու ատամը հանել է, բայց երևի էլի է հանում ու ամբողջ գիշեր չեն քնել, ես ու Հայկը, այս շատ էին ասում, որ հենց այս պիրիոդն է ամենադժվարներից ու իրոք այս 7 ամսվա մեջ չէր եղել, որ այսքան անքուն լինեինք, ցերեկները լավ է քնում, բայց գիշերները ահավոր է։ Ու հիմա ես համ շատ թույլ եմ ինձ զգում, կոկորդի ցավ, հոգնածություն, համ էլ գլխացավ ունեմ ուժեղ, 2 բաժակ կոֆե եմ խմել, գլխացավի դեղ չգտա տանեմ, երևի կմտնեմ ապտեկայից կառնեմ, մեկ էլ հիմա սենց դուրս ենք եկել, կգնանք, պետք է կոկոսի յուղ առնեմ, բաղադրատոմսերից մեկի համար կոկոսի յուղ է պետք ու գուցե նաև գնամ Secret Santa-ին նվեր առնեմ, չնայած դեռ շատ կա, այսօր ամսի 10-ն է, թե 11-ը, չգիտեմ, բայց ես միշտ սիրում եմ ամեն ինչ նախապես ընտրել, վաղն էլ տորթի պատվեր ունեմ, արդեն բիսկվիտները թխել եմ, պետք է միջուկը պատրաստել եմ, պետք է կրեմը սարքեմ, դնեմ ստաբիլանը, հետո կրեմով պատեմ, շատ ուրախ եմ պատվերի համար ու հայ չի, պատվիրատուն, այդ վաբշե ուրախացնում, որ ուրիշ ազգին ներկայացուցիչ է պատվիրել, այտենց, նայք ինչ հարմար բան եմ պատվիրել, այս ցրտերի, որ ձեռքերս չսառեն շատ, Իրոք դուրս գալ ման գալը ճիշտ որոշում է, երբ որ քեզ մի քիչ սենց ոնց որ գլուխդ շատ ծանրաբեռնված է լինում։ Հիմա այնքան մոլ բան եմ դառել, հիմա այնքան մոռացկոտ եմ դառել, ամեն ինչ մոռանում եմ։ Օրինակ սենյակից մինչև հասնում եմ խոհանոց, մոռանում եմ ինչի համար եմ հասել ու անընդհատ սենց մտքերս խառնա, էս անեմ, են անեմ ու շատ եմ ին վրա, մի քիչ շատ բան եմ ին վրա վերցնում, որը լավ չի։ Պիտի մի քիչ թողենք ուղեղին հանգիստ, Էռնջան։
սխալ բան եմ արեմ, հայկին պեչենի էի առել 6+, հիմա որ ես իրա վիճակը ձեզ ցույց տամ, այնց համով թխվածքա բլիթ, ուղղակի հենց այն իմ պատկերացումների այս կուկիսն եմ, ուղղակի վերջն եմ, այս նոր եմ բացել, Deli Sweet, շատ լավն եմ, ընտիր, այ հիմա տրամադրությունս բարձրացավ, եկանք տուն ու ես սարքել եմ սենց ինչ-որ բիֆ ստրոգանով, կարմիր սոխով, սմետան մածուն և գրեչկա, սարքել եմ նաև տորտիկը, որը վաղը կգան կվարձնեն, այսինքն դրեք կրեմը քսել եմ, սպասում եմ, որ մի քիչ սառի, որ վրան կրեմ չիզով կրեմ անեմ, այսա գորը կգա, հաց կուտենք, ձեզ, որ հասել եք ստեղ ուրեմն, մերսի, որ այսքան նայել եք, դե բարի գիշեր, մեր մոտ արդեն գիշեր է, կհանդիպենք հաջորդ վլոգում, մերսի, որ նայեցիք, Գիք ձեզ վերջնական արդյունքը իմ տորթի ցույց տամ, որ սարքել եմ, նայք ինձ սիրուն ա եղել, հեսա այնքան եմ շարժելու, տանեմ, բերեմ, նկարեմ, գցեմ, ջարդեմ, նոր հանգիստ իմ համար, ես միշտ տենց եմ, էլի սիրում եմ հարամություն անել, շատ եմ հավանել ես արդյունքը, հուսով եմ իրանք է կհավանեն։